Խիստ կարևորում եմ հանրության հետ ձեր կատարած աշխատանքներ եւ փոփոխությունները ակնհայտ են, հատկապես բարեկային ծառայության հետ կապված քաղաքացիների նախ դժգոհությունները խիստ նվազել են եւ կարծես բարեկային ծառայողները այլևս իրավիճակին տիրապետում են, դա շատ կարևոր է, բայց կուզենայի մի հարաբերությունների հետ կապված մի գործոնի վրա ձեր ուշադրությունը հրավիրել. Տեսեք, օրենքի կիրառումը հստակ է եւ մենք չենք պահանջում չկիրառել օրենքը, բայց հաճախ լինում են դեպքեր հատկապես մարզերում, որ տարես քաղաքացիներն ասենք կարճ հատվածի վրա ամրագոտի չեն կիրառել, չեն կարողացել անվտանգության ամրագոտին կիրառել եւ ենթարկվում են տուգանքի, ինչ կարծիք եք, այստեղ կարող է լինել, որ բարեկը նաեւ կարողանա մարդասիրություն դրսևորել, նաև բացատրական աշխատանք անել, ոչ թե միանգամից տուգանք կիրառել կամ վարչարարությունը անմիջապես կիրառել, որովհետև քաղաքակիրթ բոլոր երկրներում ես նման պրակտիկա գիտեմ, տեղյակ եմ, որ շատ հաճախ են քաղաքացիներին, ավելի շատ օգնում, ուղղորդում, եթե շփոթվածություն ունի կամ որոշակի ստրեսային իրավիճակներ կան, այս ուղղությամբ որոշակի քայլեր կատարում ենք, որպեսզի օգնենք բարեկները նաև ունենան ձևավորված կարծիք, որ կարելի է նաև քաղաքացուն օգնել, եթե իսկապես դրա կարիքը կա։ Այս ուղղությամբ աշխատանքներ տարվում են թե ոչ, եւ եւս մեկ հարց, այս չարչրկված ID-ների հարցը վերջական լուծում երբ կստանա, որ քաղաքացիների բազմաթիվ դժգոհություններ ենք մենք ստանում, այդտեղ ինչ աշխատանքներ է արված, շնորհակալություն։ Պարոն Բագրատյան, ճշգրտեմ, ID թե հայլի։ ID։ Շատ լավ։ Արձագանքեմ, շնորհակալություն պարոն Բագրատյան հարցադրումների համար։ Իրականում ես ուզում եմ վստահեցնել, որ բարեկային ծառայության մոտ աշխատանքի շրջանակներում կա համոզմունքը, որ առաջին հերթին քաղաքացուն պաշտպանելու, քաղաքացուն օգնելու տրամաբանության մեջ է ծառայության աշխատանքը։ Եվ երբ որ զեկույցը ներկայացնելիս ես նշում էի, որ մենք հասել ենք այդ նպատակներին, նպատակներից մեկը հենց թեև նաև դա էր, որ ոստիկանը պետք է նաև ընկալվի որպես քաղաքացու օգնական եւ ըստ իրավիճակի նաև օժանդակություն ցուցաբերի։ Բնականաբար նմանատիպ դեպքերը բազմաթիվ են, բայց վարչարարության ասպեկտով մենք ըստ իրավիճակի ենք կողմնորոշում եւ եթե կա մեղմ վարչարարության հնարավորություն, այսինքն օրինակ, եթե նմանատիպ դրվագներ ենք նկատում, որ օրինակ կարճ ճանապարհը կամ այլև այլ փոքր խախտումներ կան եւ քաղաքացին չի տուգանվել, հա, մինչ այդ պահը օրինապահ վարքագիծը դրսևորել, բարեկները հնարավորինս մեղմ վարչարարություն են կիրառում, բայց ես այստեղ ուզում եմ այդ նուրբ գիծը շատ ճիշտ հասկանանք, որովհետեւ ցանկացած փոքր խախտում կարող է պատճառ հանդիսանալ մեկ այլ վթարի։ Ցանկացած փոքր խախտում կարող է հանրային անվտանգության տեսանկյունից լուրջ ռիսկեր գեներացնել։ Հետևաբար, այս նուրբ գիծը մենք պետք է կարողանանք պահել եւ երբեք չգնանք նրա հետևից, որ նկատենք, որ այ օրինակ կարճ ճանապարհ է, ամրագոտի է կամ տարեց մարդու հետ գործունենք։ Բնականաբար այդ բոլոր հանգամանքները հաշվի են առնվում։ Բայց եթե հանրային անվտանգության տեսանկյունից այդ պահին բարեկի ճիշտ գործողությունը վարչարարությունն է, ես ուզում եմ, որ մենք միասնական համոզմունք ունենանք, որ այդ դեպքում պիտի գործի վարչարարության կանոնը, որովհետև դա արվում է նաև մեր քաղաքացու համար, որպեսզի հետագայում թե նա, թե մյուս քաղաքացիները չհայտնվեն որևէ աղետալի իրավիճակում։ Ինչ վերաբերում է ID-ների թեմային, ես ասեմ, որ մենք նմանատիպ խնդրահարույց իրավիճակ ունեինք թեև անցած տարի, թերևս, որովհետև հերթագրման համակարգի հետ կապված որոշակի խնդիրներ կային, բայց անցած տարվա կտրվածքով ներդրել ենք հերթագրման նոր համակարգ, որը թե կենթանի հերթի ձևաչափով է աշխատում եւ թե նաեւ on-line հերթագրման տարբերակով է աշխատում։ Պիտի փաստեմ, որ մեր քաղաքացիները բավական մեծ գոհունակությամբ են ընդունել այս հերթագրման համակարգը, լուրջ դժգոհություններ չունենք, փորձում ենք ամեն կերպ նաեւ պարբերաբար կատարելագործել համակարգը, ընթացիկ տարվա կտրվածքով նաև պիտի փաստեմ, որ համընդհանուր հայտարարագրման տրամաբանության մեջ այո, ես ուրախությամբ պիտի փաստեմ, որ ունենք մեծ պահանջարկ, որովհետև մեր քաղաքացիները ցանկանալով ներկայացնել հայտարարագիրը, հայտ են ներկայացնում ID քարտ ստանալու համար, մենք ընթացը զարգացնում ենք մեր կարողությունները այս առումով, տպավորիչ մի թիվ եմ ուզում ասել, անցած տարի մենք 160,000 շուրջ նույնականացման քարտ ենք տրամադրել մեր քաղաքացիներին, որը էականորեն տարբերվում է նախորդ տարիների մեր ունեցած օրինաչափ, հա, այսպես ասեմ, պահանջարկից։ Այս տարի վստահաբար ավելի մեծ թիվ կունենանք, որովհետև մինչև սեպտեմբեր ամիսը մեր ընդհանուր, եթե հերթագրում եւ նաեւ տրամադրված նույնականացման քարտի թվերն ենք նայում, արդեն շուրջ 160,000 քաղաքացու հայտ ունենք։ Մի մասն արդեն իսկ սպասարկված է, մյուս մասը արդեն առաջիկայում կբավարարվի։ Ձեռք ենք բերել նաեւ նոր 2 տպագրիչ սարքեր, որոնք որ մեզ կօգնեն ավելի մեծ թողունակությամբ սպասարկել մեր քաղաքացիներին։ Ըստ անհրաժեշտության նաեւ շաբաթ կիրակի օրերը կդառնան
աշխատանքային, որպեսզի ավելի մաչելի լինեն ծառայությունները մեր քաղաքացիներին եւ հասցնեն ստանալ իրենց սոցիալական կրեդիտները։ Ներողություն, արձագանք։ Շնորհակալություն պատասխանի համար։ Գիտեք, ոստիկանի եւ քաղաքացու հարաբերությունը դիտարկվում է քաղաքացու կողմից անմիջապես պետության վերաբերմունք իր նկատմամբ։ Եվ սա պետք է որպես ցուցիչ լինի ցանկացած ոստիկանի աշխատանքի ընթացքի համար։ Այս իմաստով նկատի ունեմ, որ հումանիզմը, մարդասիրությունը, ճիշտ վերաբերմունքը շատ բարձր է գնահատվում մարդկանց կողմից եւ պատկերացրեք, որ եթե մեկին փոքր դիտողություն է արվում, նա շատ ավելի պատասխանատու է վերաբերում, որ այլևս նման բան չկրկնվի, քան որ դու գանում եք։ Ամենահեշտը այո վարչարարությունն է։ Ամենադժվարը ձեր ասած եզրույթ, ճիշտ եզրին ճիշտ որոշում կայացնելն է, որ իհարկե բարդ խնդիր է եւ ցանկացած ոստիկան չի, որ ի վիճակի է հոգեբանական որոշակի խնդիրներ հասկանալ կամ ընկալել, բայց նորից եմ ասում, վստահեցնում եմ ձեզ, որ քաղաքակիրթ երկրներում շատ ընդունված պրակտիկա է, ավելի շատ բացատրական աշխատանքը, այ ձեր ասած քաղաքացու օգնական լինելու հանգամանքը, քաղաքացուն օգնելու նպատակադրումը, քան զուտ տուգանելը։ Չգիտեմ, կա արդյոք ինչ-որ գործակիցներ, որի շնորհիվ օրինակ թե որոշակի ակտերի եւ այլն գրելու դեպքում լրացուցիչ գումարներ են ստանում պարեկները կամ ոստիկանությունը, որ հաճախ ծայրահեղ ջանասիրություն են դրսևորում այդ հարցում։ Կա նման բան, պրակտիկա, թե ոչ, շնորհակալություն։ Շնորհակալություն, պարոն Բագրատյան, նախորդ տարիների մեր, ես կարող եմ ասել, բացասական փորձառությունն է դա եղել ճանապարհային ոստիկանության դեպքում, երբ որ անդիմշահագրգռված էին ավելի շատ վարչարարություն իրականացնելու, որպեսզի արտաբյուջեի շրջանակներում կարողանային հետագայում հավակնել ավելի բարձր վարձատրության, բարեկային ծառայության դեպքում կամիային հանրությանը ծառայություն մատուցելու տրամաբանությունը, որևէ կերպ չի գնահատվում ակտերի քանակը, այն չի կարող լինել միակ ցուցանիշը բարեկային ծառայողի աշխատանքը գնահատելու համար։ Հետևաբար, երբ որ մենք խոսում ենք տուգանելու, հա, այդ եզրութաբանության մասին, այստեղ պետության անունից ճիշտ վարչարարություն իրականացնելու մասին ենք խոսում, որովհետև մենք այն համոզմանն ենք, որ եթե կա խախտում, որտեղ որ իրականում մեղմ վարչարարությունը չի կարող դերակատարում ունենալ, պետությունը հստակ պիտի վարչարարություն իրականացնի, որպեսզի կարողանա հանրային անվտանգության պաշտպանության այս ողնաշարային ամբողջ կոնցեպտը պահի եւ ամուր հիմքերով շարժվի առաջ։ Բնականաբար բարեկային ծառայության աշխատանքի կատարելագործման տեսանկյունից քայլեր ունենք ձեռնարկելու եւ այս տարի եւս բացառություն լինել չի կարող։